Սենեն գշարունակենք մեր հաղորդումը հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Մենք Լիբանանի մեջ սիրելիներ մեր օդի պայմանները փոխվեցան մենք երկու օր առաջ ամառ էր մեր կով սիրելիներ հիմա որ կառնան առաջին օրն է բայց մեր կով ետ ծմեր եկավ երկու օր ետ պիտի երթա ետ կարուն պիտի կա ետ ամառ պիտի կա Այսպես սիրելիներ տարվան 4 եղանակները մենք մեկ ամսվա մեջ ապրեցանք այս ամիս հույսով եմ որ ամենակարևորը քարունը ծեր սրդերում մեջ ըլլա ամենակարևորը ադի է այսինքն մենք միշտ կսենք քարունը վերաբրումի վերաշխուժացման ինչու ոչ նաև նորություններ բերելու այդ խորհրդանիշն է չէ ցանկը անգամ եւս սկսելու նոր էջ բանալու այդ խորհրդանիշն է Իսկ այդ արիտով նաև Կարնան առաջին օրվան արիտով մենք շադոնց մեր զրուցակիցը չենք հյուրընկալած մեր ստուդիոները ներս նկատի ունենալով Լիբանանեն դուրս է բայց գրծան կապ հաստատել Լիբանանեն դուրս նույնիսկ Zoom-ով միացավ մեզի Տիկին Մարլեն Դանագյոզյանը ծաղիկներու մասնակետ ասեմ մասնակետ այդպես կրնամ ասել չէ Եվ սիրահար ծաղիկներու Ես պետք է headphone-ս տնեի Քիչ մտած Միտը բարի Շատ լավ Այ Շարունակենք Եվ սիրահար Այո եւ սիրահար Մասնակետ չէ եւ սիրահար ծաղիկներու Բարի լույս Տիկին Մարլեն ինչպես եք Շատ լավ եմ բանացային ինչպես կարելի է լավ չլալ Շատ ուրախ եմ բոլորիդ Կարնան նման քեղեցիկ օրեր կմաղթեմ բոլոր Լիբանանահայության իմ կյանքիս 3/4 հոն է Այո վստահ եմ Միշտ ով որ այստեղ են երթա նույն նախատեսությունը գսե մենք ճամփորդեցինք ֆիզիկապես բայց մեր սրդերն ու հոգիները հոս ցկեցինք Այո ճիշտ է Ինչ կնշանակե քեզի համար Կարնան առաջին օրը ինչ է գարձիկդ ինչու համար այսքան մեր ժողովուրդը այսքան ուշադրություն դարձուցած է այս օրվան մարտ 21-ին Մարտ 21-ին արաբական աշխարհը ավելի ուշադրություն դարձուցած է Իրենց կամը մայրերի օր որովհետև Եվ որովհետև մայրերը օր է, մայրերն ալ իսկապես որ քարուն են, գեղեցկություն է մամալալը, փախտավորություն է եւ շնորհակալ եմ ես միշտ Աստծո որ ինձ դված է շատ շնորհալի զավակներ, հիմա ալ երկու հատ շատ ավելի շնորհալի հարցեր Եվ շատ անուշիկ տորնիկ ունեմ Այո, փառք Աստծո ծաղիկները հուրիջան յանք է, իսկապես ինչպես որ ասիր Երբ որ ծմերը ածյունը ծուրդը գտեսնես եւ ոչ մեկ գանաչ բան չես տեսներ շուրջդ, իսկապես որ քիչ մը անդրամատրությունը կսկսի, բայց հանգարց գտեսնես առաջին գագաճը, տյուլիպը, ծնծաղիկը, որ հանգարց հողեն ելավ, արդեն մեջդ հույսը գծելի չէ։ Այո, ճիշտ այդպես է։ Նարգիզը Գագաճը տյուլիպը ասում բոլոր մանավանդ հիմա վստահ եմ այսօրերուն լիբանանյան շուգան լեցուցած է ինչպես որ Հայաստան ալ զարգավաճառներուն մոտ այս ծաղիկներ կան բայց երևի 1-2 շաբաթեն արդեն Հայաստանի մեջ կսկսենք հողի մեջ են զլող ծաղիկներ տեսնել որև շատ ցուրտ ծմեր մներ բայց ես քանի հիմա Հոման գտնվի Հոման արդեն գիտեք շատ տաք երգիր է արաբական երգիր է այո իր ծաղիկներունի շատ հետաքրքրական է ես մի քանի խորհուրդներ գուզեմ տալ որովհետև այսօր վստահ մամաներուն օրը որ պիտի նշվի չսենք որ մեր դոնը չէ մենք հայերս մայիսի 2-րդ կիրակին կդոնենք կամ Հայաստանի մեջ ապրիլի 7-ին քանի գաբրինք Լիբանանի մեջ բոլոր լիբանանցիները իրենց մամաներուն գնվիրեն ծաղիկներ մենք ինչու չնենք Որտե մամաներուն համար մի որոշ Այդքանալ համաձայն չեմ ես միշտ կնախընտրեմ ոչ թե որովհետև մենք հայ Լիբանան գաբրինք լիբանանցներ ինչու համար գշեշտենք որ մենք մայիսին նշենք ասիկա հadouk նպատակ ունի այդպես չէ որ բարձրապես մենք Լիբանանին կմերժենք մենք աս երկրի մեջ ենք բամը չենք կրնար մերժել բայց նպատակը այն է որ նախ մերինը պահպանենք իդ կլիբանանյանը պահպանենք հոն է սկզբունքը չէ նախ տուն քուգինդ պահպանենք մենք որովհետև սովորություն ունենք մենք մեր բնավորության մաս կգազմե գարձես որ երբ որ օդարինն է ավելի լավ է միշտ ուրիշինը ավելի լավ է մեզ մե այդ է նպատակը որ գշեշտենք ես այդ կարծիքին ետնեմ որ շեշտենք որ մայիսին եթե պիտի դոնեք պիտի ծաղիկ նվիր ամեն մարդ ազատ է Տիկին Մարլեն ամեն մարդ ազատ է բայց ինչու գշեշտեմ մերը նախ մերը մեր միտքը որովհետև այսպիսով վաղը գմորնանք որ մայիսին էլի պալանցներուն անալ գերտա
Գիտես, ադե նպատակը։ Հիմա երկուքը գտոնենք, վաղ սերունդ կուկա գրնակալ որ գմորնա մայիսը, հոն է նպատակը, այդ է սկզբունքը։ Եվ այն ադեմ որ բանացային նգաչի մուրցը։ Միշտ մենք պիտի հիշեցնենք, մեր բարդականությունն է։ Այո։ Շատ լավ, անցնենք ծաղիկներուն, քարնան ծաղիկներուն անդրադառնանք։ Հիմա քիչ առաջ արդեն քանի մը ծաղիկի մասին խոսեցար։ Իսկապես բոլոր գիտեմ որ ոչ բոլոր ծաղիկները քարնան գծաղգին, բայց մեզի գրնաց թվել որ ծաղիկներն է որ հիմնականի մեջ գծաղգին այս օրերուն եւ յուրաքանչյուր ինչ կներկայացնե մեր կյանքի մեջ։ Այո, օրինակ ծնծաղիկը որսին հազիվ վերջանա շատ փոքր ծաղիկներ են իրենք սպիտակ կամ բաց մանիշակագույն գլան, երբ որ իր գլուխը գահանե, այսինքն գսե որ նոր կյանքը սկսավ, նոր քարնան սկիզբն է եւ մի չի մոռնանք որ միշտ Քրիստոսի հարությունը գազուկատիվի քարնան։ Այո։ Միշտ որովհետեւ բնությունը մենք կապած ենք իբր քրիստոնյա հայ քրիստոնյա Քրիստոսի հարության որովհետև շատ քույսեր ալգան որոնք կծաղին ֆորսիտիա Երանի կովս նգարներ ունենայի եւ ցեզի նգարներն ալ ցույց տայի Քրիստոսի հոսքաս եփոր լիբանան շատ կա ֆորսիտիան որովհետև քիչ մասան գրաբիեի գողմերը որ բարձրանանք գտեսնենք ակտերին շատ բուրումնավետ ծաղիկներ կան անդի Քրիստոսի հարության եւ կարնան սկսպի խորհրդանիշը ինչ քույն գլան Տերին շատ անուշահոտ ծաղիկ է միմոզան ալգաչի մորնանք ակտերին գլոր Սա վայ վարտանը սա միմոզա Ֆանարի շրջանը շատ կդեսնենք միմոզան չնայ Այո քիչ մը ալերգիկ է միմոզային գոջղը ծարին գոջղը եթե ճուրի մեջ տնենք 24 ժամ այդ ճուրը բային եւ հանգարց ուրիշ դեր մոկույս մը դեսանք եւ գդրեցինք ուզենք ցանել այդ ճուրի մեջ կտակվենք ծաղիկին կամ այդ գոջղը որ գդրած ենք երբ որ այդ միմոզայի ճուրին մեջ գտակվենք եւ գցանենք ամիջապես գծլարցակի եւ արմատուդա արմադագալման շատ կոքն է եւ ասպիրին տեղնալ այդ քույսեն պատրաստված է Օ չէի գիտեր դակրական գիտելիք մնա ասպրինը անգե կպատրաստեն միմոզային այո եւ միմոզան միևնույն ադեն Եվրոպայի եւ Ամերիկայի մեջ գանանց օրվա ծաղիկն է մարտի 8-ին ծաղիկն է Ընդհանրապես գիտեք Հայաստան մարտի 8-ին սկսին մինչև ապրիլի 7-ը գանանց ամիսը Գիներու ամիս է Այո գինը այս ծաղի գնալ թեև շատ քիչ տեսած եմ Հայաստանի մեջ հիմա կոնե չեմ տեսած բայց ընդհանրապես ուրենի գոջղերով գզարտարեն քարնամուդը Հայաստանի մեջ որտեղ շատ գեղեցիկ ուրենիներ ունի Այլ ծաղիկներ այո Տյուլիպը օրինակ տյուլիպը Գագաչը Ես գուզեմ մի քանի գագաչը խորհուրդներ տալ Գագաչ երբ որ վստահ որ շատեր դի նվեր ստանան հիմա կամ մայիսի մեր մայրերու օրվան երբ որ պիտի տնենք ծաղկամանի մեջ կխնդրեմ որ վեսի տյուլիպին գագաչին յանքը երգարի ծաղկամանը շատ ճուր չլեցնել քիչ ճուր 2 սանտիմ ճուր միայն ոչ ավելի Եթե շատ լեցնենք հաջորդ օրը դեսանք որ արդեն գագաչը փակված է այո ծրած է եւ երկու օր վերջ կտապենք բայց որքան քիչ ճուրդանք այդքան լավ է ծաղկամաններում մեջ որ հիմա բուկեները պիտի զեդեղենք ճուրը ամեն օր փոխենք եթե ոչ ամեն օր օրընդ մեջ երկու օրը մեմը փոխենք եւ չի թողնենք որ ճուրին մեջ դերևները տպնան օրինակ վարտերը որ տնենք բնավ բեկտերիաները ճուրին տպնան ինչ կասե Ինտեպնան բակտերիաները դսկսին ճուրը գմգլոդի եւ ծաղիկին գյանքը գգարցնա Նոր հանենք վարտին կամ որևէ մեկ բուկեին ծողունին վարեն 1 սանտիմ շեղագի գդրենք իդ մակուր ճուրի մեջ տնենք բոնե մեկ ուգես ամիս մեր բուկեները վայելենք ինչու՞ չէ ինչու ոչ այո շատ լավ հիմա ասում քարնան ծաղիկներ են այո գագաչին մասին ուրիշ սելիք ունիմ եթե օրինակ մարգագաչը մեկ հատ նվիրեց քեզի սոխուգով ծանված որովհետև հաջորդ տարի ալ ցանենք ինչու՞ չէ հաջորդ տարի պիտի ցանենք այդ նույն սոխուգը հոկտեմբերին որբեսի ունենանք մարտին ծաղիկ եթե ուշացանք որ մանավանդ Լիբանանի մեջ արդեն փետրվար մարտ ապրիլ օտը գտակնա տյուլիպը դակ օտը չի սիրեր երբ որ մենք հիմա նվերը ստացանք սոխուգը հողին մեջ գճրենք անշուշտ ամեն օր երբ որ հողը ճորցած է երբ որ ծաղիկը մեռավ չենք մեկ կողմ տներ դսպասենք գճրենք մինչև որ դերևներն ալ մեռնին երբ որ դերևները մեռան հողին մեջ են գահանենք այդ սոխուգը
սև դոբրագի մեջ կծնենք մուտ սառնարանը մեկ տող բստիկ սոխուկ մնե պամը չէ դեղ շատ չի գրավեր գրնանք սառնարանը բահել եւ հոգդեմպերին գրգին ցանել որովհետեւ ամեն տարի ունենա միևնույն adեն երբ որ ճուրը գուտանք եւ վերջացավ իր սեզոնը սոխուկը պիտի հանենք հոգդեմպերին որ պիտի տնենք հողի մեջը անպայման որ պետք է բարարդանիչնան որբեսի այդ սոխուկը իր մեջը բահե եւ ծաղկի փետրվարին շատ լավ ուրիշ ծաղիկներ կան քարնան հadouk միայն այս adեն գծաղգին Արդեն Պուանսետյան գա գիտեք ներողություն Պուանսետյասի օրտանսյան ասկերեցիկ մեծ Պուանսետյան նոր դարվան գարմիր ծաղիկն է չէ այո հիմա եթե Պուանսետյան ունիք պետք է այլևս էդեք գդրեք պետք է գդրել Պուանսետյաները նոր դարվա ծաղիկ Տերունիս վարտան ունի Ես գբահե ինքովս ծար եղած է Պուանսետյան այդ բզդիկ Պուանսետյան գաղանտին որ նվեր բերածեն այո 4 տարի հետ հասակը սանցած է արդեն եւ իրավունք ունիս մի քանի շաբաթ առաջ էր գդրեցինք, մակրեցինք նամանավանդ, որովհետև բավական չորցած էին, ամեն տարի նույնը գնեմ, երկրորդ տարին է չնայած, որովհետև Հիմա պետք է սկսիկ բարարդանիչ տալ, հա, վիտամին տալ 2-3 անգամ, Երկաթ, հա, ինչ վիտամին պայց է դա կրական։ Եթե մեկ անգամ երկաթ տվի, այո, երկաթը գսիրեին, որովհետև թթու ասիդիկ հողը գսիրե, մեկ անգամ երկաթ կդակ, հաջորդ ամիսը պոտաս եւ ֆոսֆոր վիտամինները կդակ որբեսի ավելի կեղեցկանա եւ գարմիրը վար գարմիր տլա եւ անշուշտ սեպտեմբերին ամեն գիշեր Պուանսետյան պիտի ծածկեք արդու պիտի պանակ 14 ժամ սեպտեմբերին Իսկ ես փորձեցի տեկդեմպերին չեղավ Չլար Որովհետեւ լսած էի որ մութը գսիրե չնայած Օրական 14 ժամ մութ կուզե որբեսի տեկդեմպերի առաջին շաբաթը ինքը գարմրի ուշ կփածի եթե չի որովհետև դերևներն են որ պիտի գարմրին ինքը ծաղիկ չունի այդ գեղեցիկ գարմիրը որ դեսնենք դերև է ծաղիկ չէ ծաղիկը իր այդ մեջտեղի բզդլիկ տեղին գերն են ասի պետք է այս ամիս ամեն մարդ կդրտե իր Պուանսետյալա որ սխալ է իսկ օրտանսյան այդ մեծ ծաղիկները որովհետև շատ մեծ են ծաղիկներու լեզվի մեջը մենք չենք կրնար ամեն մարդու մեծ ծաղիկ նվիրել գարելի է միայն մամաներուն նվիրել մամաներուն մեծ սիրտն է եւ եթե նկատերեք այդ գեղեցիկ օրտանսյաները գազմված են շատ փոքր ծաղիկներ են այդ փոքր ծաղիկները գսեն զավակներուն մեղքերն են իրենց մամաներուն անորոշ մեծ կնվիրեն որսեն որ ես քեզի շատ կսիրեմ Այս հանգարց բուրճամոդի մեջ չծանեք, որովհետև 500 մետրեն վար չաբրիր։ Օրտանսյան պետք է 600 մետր, 700 մետր, դեսնեք բիգֆայայեն վեր շատ կեղեցիկ դեսնենք, բայց քաղաքի մեջ կարելի չէ օրտանսիա ծանել։ Օրտանսյան ալ նույն գարիկները ունի ինչ-որ Պուանսետյան, ինչ-որ վիտամին բիդիդան, անոնք որտեղ ասենք թթու հողը գսիրեն։ Ասենք ադենը մեյմը եթե վիտամին կամ երկաթի փոշի չունենք, գիդրոնաթթուն լիմոնաղը գա, գիտեք, ջուրի մեջ կարելի է լուծել ջուրի մեջը, թեթև քանակությամբ անշուշտ գեստեի ցկալը մեկ խոշոր կավատ ջուրի մեջը եւ օրտանսյան, Պուանսետյան Գարելի է ճրել այդ ջուրով, որբեսի իր հողը ավելի ասիդիկ դարձնենք եւ ինքը իր հանգիստ ընթացքը ունենա կյանքի։ Շատ կարեւոր է։ Վերջը ուրիշ խորհուրդ մնալ ունիմ դալիք մեր սիրելի դիգին։ Գիտեք հիմա բարարդանյութերը գրնա ալալ շատ սուղեն։ Մենք կարելի է մեր դուներում մեջ պատրաստենք բարարդանյութեր։ Օրինակ դունը գապը ազատ տեղ ունենք, որ չենք կորձածեր, այլևս փան եղած է, քիչ մը թմրած է, չենք ուզեր բռնելով աղբը մի տնեք։ Ջուրի մեջ տրեք անիդա, գդրդեցեք ջուրի մեջ իր գոթերով, իր ծողուններով, վրան ավելցուցեք 2-3 բաժակ ջուր, 48 ժամ ծկեցեք, այդ ջուրով ձեր կույսերը ջրեցեք։ Բանանին գեղևը նույնպես, հավգիտին գեղևը շատ լավ պետք է լվալ։ Ադիքի դե, նեդել հողին վրա։ Այդ հողին հետ խառնեցեք։ Սուրճի ադիկներ, երբեմն ոչ տարմը սուրճ ունենանք, ալբիդի չխմենք միսեք, հողին խառնեցեք։ Լավ է, ասանք հողը բարարդանա, գյանք ու կա իր վրան։ Հիմա գուզենք միշտ գեղեցիկ ծաղիկներ ունենալ դունը, բայց այդ ծաղիկը չի խոսիր, ինչ կուզե, ջուր եւ վիտամին։ Վիտամին գուզե, հոգ պիտան։ Վիտամին եւ լույս կուզե, անշուշտ լույս կուզե։
Անշուշտ ամեն փույս չէ որ գրնանք արևունդա գտնել, շատ մփույսեր դուրսը, շատ մփույսեր ներսը, հիմա գարդենյան գրնանք նվիրել։ Գարդենյան ծաղիկներու լեզվին մեջ բացարձակապես արտիլված է գին մդղամարտու նվիրել։ Գարդենյան, որովհետև հասմիկի են։ Ծաղիկներու հadoop լեզվին մեջը պետք է ինչ որ քուրումնավետ լավ հոդերով ծաղիկները որ կան, անոնք բոլորը դղամարտն է որ պիտի նվիրե գնգան։ Ինի իր աղջկան, գնգան, աղջկան նույնն է։ Այսինքն իտական սերի գարելի չէ դղամարտուն գարդենիա եւ ազալեն գիտեք, ազալեն նազվարդ այնով։ Այս երկու ծաղիկները բացարձակապես չի կրված օրենք է, որ չես կրնար։ Անկիրորենք։ Չի անկիրորենք է, չես կրնար։ Վարդնալ, ես գիտեմ վարդ կրնաս նվիրել դուղուն։ Եթե սիրահարված ես ամուսնուիդ ընկերոջդ պիտի նվիրես, մեկ հատ կարմիր վարդ նվիրես։ Դղամարտուն օրինակի վանտանոց պիտի երթանք, պիտի այցելենք, ուզենք բուկե դանել, չենք կրնար մեծ ծաղիկներով բուկե դանել։ Հաբա։ Մեկ քույն պիտի ելլա դարած բուկենից, 11 հատ ավելի պիտի չլա, արավելակին է եւ բզդիկ ծաղիկներ, բզդիկ կրիզանտեմ է եղել, բզդիկ միակույն, չես կրնար քունավոր ծաղիկներու բուկե դանել դղամարտուն։ Ասալ չի կրված, անկիրորենք։ Հաբա, անկիրորենք, ինչ կեղեցիկ գարժե օրմը մի անասոր անդրադառնալ, հadoop հայդակիր պատրաստել այս անկիրորենքներու մասին։ Քույներն ալ իրեն գիրեն։ Քույներն ալ իր գարկին, յուրաքանչյուրի իմաստ ունի, այո։ Հիմա երբ որ դղամարտը տաղաջանած է իր գնդան եւ ներողություն գուզե խնդրել, պետք է տեղին ճիլի գագաչ նվիրե իրեն, որ ներողություն խնդրե իր սխալին համար։ Իսկ իդալիո մեջ երբ որ դղամարտը աղջկան պրոպոզ բիդանե պրոպոզալին հայերեն առաջարկություն է այո ամուսնության առաջարկությունը որ պիտի ենե պետք է շականագի փույսը ոչ թե շականագին ծաղիկը կամ ծառը պիտի նվիրե ուղագի եթե աղջիկը արավադիր է ուրեմն օքեյ է գամուսնանա հետը իսկ եթե աղջիկը իրեն լավանդ նարտոսը գիտեք լավանդը լավ հոդո որ արտիլված է դղամարտուն նվիրել, բայց երբ որ իդալացի աղջիկը դղամարտուն դվա, կնշանակե թե քու սերը շատ հուսահատ է, մի փորձեր։ Վերջ։ Եղավ, ասոնք բոլորը մեր միտքը կբահենք անգասկած։ Հիմա պիտի խոսենք, պիտի հարցնեմ, եթե մեր տոնական օրերուն հadoop ծաղիկներ կան, բայց մեկ հարցում ունիմ, այսպես մտահոգությունը, որովհետև գլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունեցավ նաև բույսերու, ցանքերու, փանչարեղեններու, բդուղներու, արտադրություններու, նաև միևնույն ժամանակ տարբեր տեսակի ծաղիկներու։ Այսինքն հիմա որ քիչ առաջ մուտքի մեջ կսեի, չէ, մեր երկու օր առաջ մենք ուղղակի ամառնային հակած էինք, առանց սուդի։ Մենք ամառնային հակած էինք։ Հիմա արդեն ետ ծմերնային հակվեցանք։ Այս գլիմայի արագ փոփոխությունը, անձրևները, ողողումները, ասում բոլորը, այսինքն որ եղանակները գխառնվին իրարու, փանչարեղենները կամ բույսերը դժվար թե զանազանեն ամառ եկավ, ծմեր եկավ, ինքը գիտե 4 եղանակ, բայց հիմա ամեն ինչ իրար անցած է։ Այս բոլորը աստեցին ծաղիկներու, դեսակներու, քանագին, կամ որագին ծաղիկներու Ձաղիկներու աչափ չեն աստեր, որքան որտեղ մենք ֆորսաժով արդեն չերմոցներու մեջ ձաղիկները գարելի է բայել, բայց բդղադու ձարերը շատ աստվեցան։ Անորամար կսկանք, որ բդուղները երթալեն կթանկանան, սուղ գլան, որովհետև հանգարց կսղին, հանգարց ձաղիկը բացվեցավ երասին, օտը դակ է։ Եդոյետ չուն եկավ Ետ ինքը նոր մինչև ինձինքը կտնե արդեն պերկը շատ քիչ կլա դարին։ Այո, դժբախտաբար, այո։ Շատ լավ։ Իր աստեցությունը ունի, բայց հաստատ։ Այո, անորամար ընդհանրապես ծաղիկները, բայց հիմա սկսած են մարդիկ չերմոցներու մեջ պահել, որբեսի ասկլիմիայական փոփոխություններեն շատ վատ չաստվին։ Հիմա յուրաքանչյուրի երգիր, այո, վստահ, յուրաքանչյուրի երգիր ունի իրեն հadoop ծաղիկները։ Քիչ առաջ խոսքի մեջ ասիկ Հայաստանեն բաժին մի հիշեցիք նաև Լիբանանի ծաղիկները, եւ պետք է ասել, որ ծաղիկներու աշխարհը ինքնին հսկայական աշխարհ է, ինչպես որ բույսերու աշխարհը, ծաղիկներու աշխարհն էլ հսկայական աշխարհ է։ Այսօր եթե
ծաղիկներու աշխարհի մեջ մենք այսպես մասնակցություն մեկը բիտ ընդրե կամ բիդի սիրե ծաղիկներու հոգադարությունը քիչ առաջ ասիկ չէ ծաղիկը ճուր գուզե արև գուզե երբեմն նոր սերունդը գնալալ այնքան այսօր ծաղիկ նվիրելու սովորությունն ալ կամած այսպես կգործնցնե իր արժեքը ինչ է ծեր կարծիքը որ ծաղիկ նվիրելը որքան կարևոր է մեգում լադիգա հիվանդության լա շնորհակալություն հայտնելու լադիգա սիրո խոստում տալու կամ ներողություն խնդրելու ասոնք բոլորին համար հատուկ ծաղիկ կա Անշուշտ որի բայց ես համաձայն չեմ որ ծաղիկ նվիրելը դեմոդե է սկսած է դառնալ որովհետև տարերը ի վեր միշտ ծաղիկ նվիրելու սովորությունը եղած է միշտ եղած այդպես այո եւ երևակայեցեք որ ծաղիկներու լեզուն որ գոյություն ունի ստեղծված է ասկի առաջ գարձեմ ասածեմ բայց գրկնեմ ծաղիկներու լեզուն գոյություն ունեցավ մանավանդ մեր հայերու բարակային, երբ որ հայ աղջիկները թուրք օսմանցիները գարևանքեին իրենց հարեմները դանելու, այդ աղջիկները իրենց ծնողներուն հետ խոսելու միակ կերպը ծաղիկներ հույսեր ելով էր, օրինակ եթե ռեհան ղրգեց մամային, կնշանակե թե չէ աստվածավախ մարդիկ են, այդքան ինձի նեղություն չեն պատճառել, եթե անանուխ նվիրեց, կնշանակե թե վտանգի մեջ եմ, ուղղակի իր լեզուն ունի ծաղիկը, դերը շատ Այսօր մասին հաղորդաշար պատրաստենք Տիգի Մարլեն։ Պետք է պատրաստենք, այո։ Եվ ես գարաչարգեմ եւ դերազեմ, որ մեր դպրոցներում մեջ կոնե մենք հայերս սկսեցինք, գարմը եվրոպական ամերիկյան դպրոցները սկսած են, բայց միջին արևելքի մեջ չի գա Երանի մեր հայ դպրոցներում մեջ սկսին բզդիկ բարձներ ունենան Այդ աշակերտները փոխանակ iPhone-ը բրենդը, ասինք բրենդը գիտնալու, թող գիտնա փույսը ինչ է։ Երկով թողցանը եւ թողուդե։ Փույսերը թողուդե, ոչ միան ծաղիկը չէ։ Ծաղիկը թող կաղե մամային թողդանի, բայց փույսը բանջարեղեն նաեւ։ Բա երևակայեցեք որ բզդիկը ցաները կաղեն հաջորդ օրը դպրոցի մեջ եպեն եւ ուդեն իրեն ցանած։ Այո։ Եվ ինչ տաստիարագիչ, չէ, տաստիարագող երևույթ ունի։ Տաստիարագիչ եւ բույսերու բնության հանդեպ սերը մարդու հոգին գազնված ունի։ Մշակույթ է, ուղղակի մշակույթ է։ Նաեւ հողին հետ գաբը շատ կարեւոր է։ Մենք երբեմն շատ դերակնահատենք հողը ինչ աստեցություն ունի։ Դու երբ որ գաբի մեջ կմտնես, երբ որ գցանես, երբ որ գտեսնես ձիլ դվավ, աջեցավ, մեծավ, կուտ իմաց դու գսկաս որ այդ տարիներու ընթացքին տունալ հետը աջեցար, տունալ հետը երբեմն դժվարություն անցարատ անցրևը փոթորիկը որ եկավ ցավցուց քեզ այսպես գիտես խորհրդանիշներ են եւ կգարձեմ որ մեր ցանկը շատ ավելի գեղեցիկ հաճելի եւ իմաստալից կդարձնեն ծաղիկները այո մանավանդ նայեք հույսեր ալգան որ պայման է որ ամեն մարդ իր դան մեջ ունենա որբեսի դան օտը մակրե գիտեք այսօր օդեժավելը գործածենք ասկի գործածենք մենք չենք անդրադառնալ բնական ծևով կմակրեն այո ծխող գա դան մեջ ծխող գա Հույսեր կան, որոնք պետք է դուներում մեջ լան, գիտեք զոկանչի լեզուն գա, բարձր լեզու երկար տերևներով, որ խեղճին գեսուրի լեզու գսեն, բայց ինքը զոկանչի լեզու է։ Շատ օգտակար է, որովհետև ինքը 24 ժամ օքսիգեն գուտա։ Շատ մուկույսեր, ծաղիկներ մանավանդ ցանված ծաղիկներ, երբ որ cut flower է եւ ծաղկամանի մեջ դրեր ես դունիդ օդը ճաբականեր։ Հիմա հիվանդանոցները երբեմն ամեն ծաղիկները դուրս կգանեն։ Շատ սխալ է գիշերը սենյակ Որովհետև արդեն գդրված է այդ ծաղիկը արդեն չի շնչեր որ ներսի օքսիգենը ապագանի բարապան է ադիցները բայց ուստեր գանդան մեջ կարելի է բահել անտորիումը գիտեք անտորիումը այդ քաուչուկի գեղեցիկ ասա քաուչուկի նման դերևներ են շատ գեղեցիկ վրանալ ասանք բզիկ ծողուն ունի տերին որ հայրերու նվիրված ծաղիկն է անալ 24 ժամ օդը գմակրե Օրքիդեն մամաներու համար նվիրվելու գադարիալ պույս ծաղիկն է, որովհետև ինքը գադարելության խորհրդանիշ է։ Եվ եթե օրքիդե պիտի կնեն մեր սիրելի ագնտիրները, պիտի խնդրեի, որ երբ որ օրքիդե պիտի կնելու գերտակ, հաշվեցեք կանաչ դերևները։ 5 դերևեն ավելի որը լա, կնշանակե թե այդ օրքիդե կուդունը շատ երկար պիտի ապրի, արդեն ինքը բավականին գայացած պույս է։ Հինգեն բագասը քիչմը կարող է դամ մեջ լավ չգարենաս ուտանիլ եւ միշտ օրքիդին տաղարը եթե տեսնեք ընդհանրապես ամբողջ աշխարհի վրա ջերմակ տապանցիկ դլա որբեսի դու մեջի արմատները տեսնես
երբ որ արմատները գանաչ են, բնավ ջուր չես տար, որովհետև օրքիդեին թշնամին ջուրն է։ Երբ որ ջերմգած են, այնադեն գուդաս։ Գրնալալ 2-3 շաբաթ պետք ունենաս ջրելու, մինչև այնադեն որ գանաչ են արմատները։ Ճիշտ այդ նպատակով է իր տապանցի գլալը։ Հադոք ուրիշ տաղարի մեջ փիչեցնեն այդ տապանցի գտեք շատեր, դա գոր ջուր հավաքվի այդ օրքիդեն գմերնի։ Անպայման սննդային հիվանդությունները գսվսին։ Բնավ պետք չէ երկրորդ տաղարի մեջ ջուրը լա։ Միշտ լավ պետք է ցամքի օրքիդեին ջուրը եւ անշուշտ բարարդանիքն ալ կարեւոր է, երբ որ չէ զարգած, երբ որ զարգած է, հույսերուն ընդհանրապես մենք բարարդանիք չենք ճար։ Շատ լավ։ Բայց արդեն գիտենք վարձը, ամեն արիտներու, ամեն եթե գծավոր բանաշե վարձ է, Ադի գնշանագի թե դու գուզես մեկը հետ խաղաղություն հաստատել։ Խաղաղության ծաղի վարտն է, որովհետև Ժոզեֆինը Նապոլեոն Բոնապարտին դիգինը, երբ որ նացիները հարձակեցան Ֆրանսիայի վրա, ամեն բարձիզբանները կողքանջեց, սա գարելի աղածին շատ ցուցեգաս վարտը, որբեսի խորհրդանշի խաղաղություն։ Այդ օրվնե բանաշե վարտերը եղան խաղաղության խորհրդանիշ։ Շատ լավ։ Արագ նաև մեր ժամը գսպարի շատ արագ կուզեմ, որովհետև սուբսատկվանի զարգազարտը գմոդենաս ադիգեն առաջ արդեն քաշապատ միջինք է բախ կգեսալ եղավ։ Մեզ ինչ կրնաս ասել, հadouk այս դոներուն մենք ծաղիկներ ունենք, որոնք հիմա ես զարգազարտին թափնի դերևը գիտեմ, ադալ գիտեմ գխորհրդանշե Քրիստոսի Երուսաղեմ մուտքը, երբ որ թափնի դերևներով թիմավորեցին, բայց ուրիշ ինչ ծաղիկներ կան սուբսատկվան եւ զարգազարտի։ Ցիտաբդուղին գոչղեր, այո, ցիտաբդուղին գոչղերը եւ բոլոր կառնանային ծաղիկները։ Հիմա ճիշտ է որ ծաղիկը իր լեզուն ունի, այսինչ ծաղիկը, այսինչ արիտով գնվիրենք եւ այլն, բայց ես կգարձեմ որ եթե ցունկացիր ծաղկավաճարին փող եւ քեզի համար շատ մեծ նշանակություն ունեցող անցիմը համար փույսը ծաղիկը պիտի կնես, դու ինչը որ շատ սիրեցիր ադի պետք է նվիրես։ Սիրով գնվիրես կան որ։ Այո, դա կկրեգան։ Իրը որ ասակ թեգ մտրվի ծաղիկներում մեջ որ մեգումը գնվիրես envelope-ին վրա գրես որ այսինչ ծաղիկը գնվիրեմ օրինակ քեզի որտեվ ասի այսպես կնշանակի Ինչ իրավ եթե մեգումը ծաղիկ պիտի նվիրես ինչ լավ գլա որ այդ երկու նախատասությունը անպայման գրես հասկանաս ինչ է ծաղիկը եւ այդպես նվիրես կարծեմ ավելիով գարժևորվի չէ Շատ ճիշտ օրինակ իմ թորնիկս երեգինցի այնքան գեղեցիկ նամակ մտած էր ծաղիկի վրա որ իսկապես հետս Հայաստան պիտի դանեմ այո Շատ լավ դիգի Մարլեն մենք շնորհակալ ենք այսօր ամփոփ ներկայացուցինք այսպես քիչ ամեն բան ներկայացուցինք բայց ես գիտեմ որ ծաղիկներու աշխարհը ինչպես ասինք մեծ աշխարհ է եւ գարժե մանրամասնել օրը անդրադառնալ դարբեր այսպես բաժիններ պատրաստել եւ յուրաքանչյուրին առանցին անդրադառնալ նախ շնորհակալություն պիտի հայտնենք որ սուղ ժամանակ է տվիր մեզի դու զավակներուդ կողքին ես հիմա ամման գտնվիս եւ հույսով եմ որ Լիբանան գուկաս Օման եմ ամման չեմ Հա Օման այո գներես Օման ես ուրեմն կմնա քեզի բարի կարուն մաղթել եւ հույսով եմ որ շուտով Գուկաս Լիբանան եւ Վանացյանի ստուդիոներն ներս ծաղիկները կբերենք եւ ծաղիկները մեկ կբացադրես ցույց տալով Շատ լավ Համաձայն ամենայն սիրով անշուշտ դունս է Վանացյանը հիշադակները շատ են Այո դիգին շակեն գսեն նաեւ նշենին ծաղկազարտին Այո անշուշտ նշենին շնորհակալ եմ դիգին շակեն մեր էնսայքլոպեդիան է Այո մեր մնայուն ունգընտիրը հիմա պիտի ուրեմն բարի կարում մաղթեմ քեզի վերջին խոսքն ինչ պիտի լա բոլորիդ ես ալ բարի կարում բարի օրեր Լիբանանահայուն իր դոգում գամքով մնա դիմադրե եւ հաղթանակե Շատ լավ ամենայն բարի կմաղթեմ ամենայն բարի իմ շատ սիրելի Լիբանանահայությանս Շատ լավ շնորհակալություն գտեսնվենք շուտով եւ բաչիկներ ցտեսություն բոլորիդ բարի կարում բարի կարում Շատ լավ սիրելիներ դիգին Մարլեն Դանագյոսյանն էր մեր զրուցակիցը ինչպես որ ուսիկ ծաղիկներու մասնակետ ու իր բարերովս եմ սիրահար ծաղիկներու Շատ լավ ցտեսություն դիգին Մարլեն մենք այստեղ կփակենք եւ պիտի մեր հաղորդումն ալ փակենք արդեն մեր ժամանակը բնականաբար ավարտած է արդեն ուրեմն ես դուրս ելեմ մեկ վարքյան
Շատ լավ։ Ուրեմն սիրելիներ, գուզեմ մեր այսօրվան հաղորդումը փակել դիգին շակեն մեզի քրուչում մղրգեց քարնան նվիրված հետևյալն է գսե սիրելի սուրի այսօր նորապած քարնան առաջին օրն է զարթոնքի հույսերու ու արևաշող օրերու սկիզբը թող քարունը սիրտդ լեցնե չերմությամբ զարդարե սիրով իսկ կյանքդ նոր հաջողություններով ու քաղցր հուշերով քարունը եկա վերանորոգ բնությամբ թող այս գեղեցիկ օրերը նոր հույս սփրեն մեր հոգիներու մեջ թող արևը ժպտա ցեզի ծաղիկները փուրեն ծեր շուրջը եւ քարնան գենսախին շունչը վերանորոգե ծեր հույսերը ցεπτումներն ու երազները միշտ շրջաբադվի հույսով բարությամբ ու սիրով շնորհավոր քարուն բարեպերորեր լուսավոր նոր սկիզբներ Դիգի շակե շնորհակալություն մենք ալ գմախտենք քեզի լավակույնը առողջ լաս ապահով պայմաններում մեջ ծավակներուդ կողքին բարի քարուն Բարթան Բարի քարունը սենք մեր բոլոր ունգընտիրներուն հուրի, բարի օր, բարի շաբաթավերջ ամենակարևորը եւ փագենք եւ գտեստվենք երկու շաբթի։ Երկու շաբթի Աստված ուզե Հակոբ շնորհակալություն եւ ցտեսություն